Իլյա Պոնոմարյովը սոցիալ-դեմոկրատ է, որը պետական դումայում ներկայացնում է Նովոսիբիրսկ քաղաքը։ Նա դումայի 450 անդամներից միակն է, որ փետրվարին դեմ էր քվեարկել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը։ Նա պետական դումայի նորարարությունների ու արտադրական կապիտալի ենթահանձնաժողովի նախագահն է, ու նրա գլխավորությամբ մշակվում են օրինագծեր Ռուսաստանի տնտեսության մեջ նորարար բարեփոխումներ անցկացնելու համար, նպատակ ունենալով աջակցել ժամանակակից տնտեսության ձևավորմանն ու զարգացմանը։ Ըստ Պոնոմարյովի, Պուտինը արևմտյան պատժամիջոցները օգտագործում է իբրև պատրվակ։ Վատացող տնտեսական կացության համար արդարանալու նպատակով։ Նա ասում է, որ հիմա Պուտինը կենտրոնացել է Մոսկվան զարգացնելու վրա, սակայն անտեսում է տարածաշրջանների զարգացումը ու դրանց օգտագործում իբրև հումքային կցորդ։ Հենց հիմա Ռուսաստան ասելով, իրենք հասկանում են միայն Մոսկվայի զարգացումը, սակայն նման քաղաքականությունը վերանայման կարիք ունի ու հնարավորինս շուտ, ասում է նա։ Ըստ նրա, տարածաշրջանների նկատմամբ նման անհեռատես քաղաքականությունը կարող է հանգեցնել Մոսկվայից հեռու գտնվող տարածքներից բնակչության արտահոսքին։ Ռուսաստանն արդեն իսկ լքում են մեծաթիվ ծրագրավորողներ ու նորագույն տեխնոլոգիաների մասնագետներ, ինչը կապված է նաև հարևանների հետ լարված իրադրության ու արևմտյան պատժամիջոցների հետ, ասում է Պոնոմարյովը։ Ավելացնելով, որ ընդդիմության միավորման կարգախոս պետք է դառնա նվազագույն ծախսերով հուսալի ու թափանցիկ կառավարության հաստատումը։ Միջոցառումը վարում էր Վաշինգտոնի ռազմավարական ու միջազգային հետազոտությունների հաստատության Եվրասիական ծրագրի ղեկավարի տեղակալ դոկտոր Ջեֆրի Մանկոֆը։ Նա նշեց, որ ռուսաստանյան իրողությունները ու վերնախավում առկա իրավիճակը ցույց են տալիս, որ Ռուսաստանն իր տարածաշրջանների հանդեպ վարած քաղաքականության նման հարևանների նկատմամբ ևս վարում է անբարյացակամ քաղաքականություն։ Ավելին, նրա քաղաքականության մեջ հարևանների նկատմամբ միշտ էլ եղել է ու դեռ երկար կլինի ուժի գործադրման կամ սպառնալիքի գործիքարանը։ Պոնոմարյովը նշում է, թե վերջին հարցումները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների 50%-ը Պուտինին կրկին կընտրեր նախագահ, եթե այսօր անցկացվեին ընտրություններ, սակայն նրա օգտին քվեարկողների թիվը, ասում է նա, շատ ավելի ցածր կլիներ, քան նախկինում էր։ Տիգրան Մարտիրոսյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։